Ձևավորել համակարգ, որտեղ գիտությունը, կրթությունը եւ տնտեսությունը գործեն որպես մեկ ամբողջական շղթա, թեման կլինի Հայաստանի գիտությունը համաշխարհային հետազոտական տարածքում, մրցունակություն, գիտական գերազանցություն եւ գիտական արդյունքի իրացում տնտեսության մեջ խորագրով քննարկումների առանցքում։ Վարչապետի մասնակցությամբ առաջին քննարկումը նվիրված էր գիտության զարգացման ռազմավարության մեջ գիտությունների ակադեմիայի դերին։ Գիտության զարգացման ռազմավարական ծրագիրը, որը ընդունվել է կառավարության կողմից, հաջողված ծրագիր է։ Այն մի քանի առաջատար պետությունների գիտության զարգացման ռազմավարությունների սիմբիոզ տարբերակն է, հարմարեցված Հայաստանի Հանրապետությունում գիտության առկա իրավիճակի եւ զարգացման հեռանկարային հնարավորությունների հետ։ Սակայն պետք է արձանագրենք, որ ծրագրերը սովորաբար լինում են լավ գրված։ Խնդիրը ավելի շատ դրանց կատարողականի իրականացման մեջ է։ Գլխավոր խնդիրն է գիտության զարգացման ռազմավարական ծրագրի կատարման իրատեսական մեխանիզմների մշակումը։ Ծրագիրը բարդ է, բայց ըստ ակադեմիայի նախագահի սկսում են ոչ թե 0-ից, այլ բավականին բարձր դիրքերից։ Սաղյանի խոսքով կառավարության աննախադեպ աջակցության շնորհիվ ստեղծված են լուրջ նախադրյալներ։ Սկսած 2022 թվականից գիտության պետական ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել են։ Ես կասեի, իսկ որոշ առավել կարևոր ուղղություններով, ինչպիսին է օրինակ հետազոտությունների ամրապնդումը ժամանակակից սարքավորումներով, կառավարության ներդրումները աճել են ավելի քան 8 անգամ։ Շարունակեց, վերջին 3 տարում ինստիտուտներն ու գիտական խմբերը կառավարության հատկացրած միջոցներով համալրվել են գերժամանակակից թանկարժեք անալիտիկ տեխնոլոգիական սարքերով, որոնք ըստ Աշոտ Սաղյանի ֆանտաստիկ հնարավորություններ ունեն գերբարձր ճշգրտությամբ հետազոտությունների համար։ Վարչապետը ընդգծեց, որ 2017-ի համեմատ 2025-ին գիտության ֆինանսավորումը ավելացել է մոտ 2.8 անգամ, 185%-ով, էականորեն բարձրացել են աշխատավարձերը, ընդհուպ մինչև 300% եւ ավելի։ Առաջինը մեր մտածողությունը եւ լեզվա մտածողությունը պետք է փոխվի եւ այս առումով նաեւ պիտի խոստովանեմ, որ ելույթներում իմ ականջը ծակում է, երբ որ ասում եմ, որ կառավարությունը աջակցում է գիտությանը, որովհետեւ այստեղ մի տեսակ բան է, տարածություն է ստեղծվում, դիստանցիա է ստեղծվում կառավարության եւ գիտության միջեւ։ Մենք գիտությանը չենք աջակցում։ Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է։ Այսինքն մենք չենք տեսնում, որ կա պետություն, կառավարություն այստեղ եւ ինչ որ մի հեռավորության վրա գոյություն ունի գիտություն, որին մենք պետք է աջակցենք։ Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է եւ դա ունի շատ կոնկրետ եւ շոշափելի պատճառ։ Մենք չենք պատկերացնում պետության զարգացումը առանց գիտության զարգացման։ Եվ մյուս կողմից մենք չենք պատկերացնում գիտության զարգացումը առանց կրթության զարգացման, որովհետև բայց նաև ուզում եմ ասել, որ պետության զարգացում ասելով առաջին հերթին նկատի ունենք տնտեսության զարգացում։ Գիտությունն ըստ վարչապետի տնտեսություն է։ Գիտության տրվող միջոցների ճիշտ կառավարումը եւ գիտությունը որպես տնտեսություն ընկալելը բազմաթիվ խնդիրներ լուծելու կարևոր գործիք է։ Գիտության զարգացումը երկրի ղեկավարը կարևորում է մեր ինքնությունը ոչ միայն պահպանելու, այլև ավելի զարգացնելու համատեքստում։ Մեր մեծագույն խնդիրներից մեկը այդ բոլոր տեղայնացված ոլորտները առնվազն կամրջելն է, որպես մենք հասկանանք, որ գործ ունենք շրջափուլի հետ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի առանձին վերցրած թաղ, գոյություն չունի առանձին վերցրած գյուղ, առանձին վերցրած համայնք եւ նաեւ դրա համար մենք ճանապարհների հիմնանորոգումը եւ կառուցումը վերականգնումը շատ ենք կարեւորում, որովհետեւ այդ առանձնացումը երբեմն ենթակառուցվածքային բացակայություններին մարդկանց անուղղակի արձագանքն է եւ գուցե այդպես է նաեւ ոլորտների դեպքում, բայց մենք չենք պատկերացնում առանձին վերցրած գիտության ոլորտ, ել չեմ ասում գիտության մեջ առանձին վերցրած ոլորտներ եւ շատ կարեւոր է, որ մենք մեր ոլորտները, մեր երկիրը համախմբենք մեկ նպատակի շուրջ։ Եվ այդ նպատակը Հայաստանի Հանրապետությունն է, մեր պետության զարգացումը, բայց պետությունը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, կիսվելու մեր պատկերացումներով մի կողմից եւ նպատակ է եւ միջոց։ Նպատակ է հենց ինքը իր գոյության փաստով միջոց է, որովհետև պետությունը միակ գործիքն է, որը մեզ համար կապահովի լավագույն պայմաններ մեր ինքնությունը պահպանելու, զարգացնելու, մեր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը ապահովելու համար։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արհեստական բանականության ոլորտում Հայաստանում տեղի ունեցող արագընթաց զարգացումներին, կառավարության ֆինանսավորմամբ ԵՊՀ-ում սուպերհամակարգչի տեղադրմանն ու գործարկմանը, մասնավորի կողմից նման կենտրոնի ստեղծմանը։ Սուպերհամակարգչի, ասած իմ պատմությունը, իրականում տրամադրության փոփոխություն է, որովհետեւ մարդիկ այդտեղ էին, այդ մարդիկ գուցե թե մտածում էին, հաստատ մտածում էին գիտական գործունեություն
շարունակելու մասին, հարցը այն էր, որտեղ պետք է շարունակեն այդ գիտական գործունեությունը, Հայաստանում թե Հայաստանից դուրս։ Ընդ որում այդ հայրենասիրության հարց չի, որտեղ մարդը իր պոտենցիալը պետք է օգտագործի։ Մենք չենք կարող մարդուն արգելել իր պոտենցիալը օգտագործել։ Իհարկե Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, եւ սա շատ կարեւոր եւ առանցքային գործոն է, բայց մյուս կողմից Հայաստանի Հանրապետությունը պետք է սիրի իր քաղաքացուն բոլոր մասնագիտությունների, այդ թվում գիտական գործունեությամբ զբաղվող եւ այն քաղաքականությունները, որը մենք վարում ենք, մեր սիրո արտահայտությունն է, Հայաստանի Հանրապետության սիրո արտահայտությունն է, Հայաստանի Հանրապետությունում գիտությամբ զբաղվող բոլոր մարդկանց նկատմամբ։ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրենը ներկայացրեց իրենց հետազոտական աշխատանքները, դրանց արդյունքները, նշելով նաև բազային ֆինանսավորման ավելացման, գիտական դրամաշնորհային ծրագրերի միջազգային գործակցության մասին։ Փող վերցնելը մի բան է, այն արդյունավետ ծախսելը մեկ ուրիշ բան, եւ մենք մեր ջանքը գործադրում ենք, որպեսզի նաև պետական միջոցները ծախսվեն արդյունավետ։ Երևի աճ նկարում ես բերել եմ համեմատությունը մեր կազմակերպության խմելու ջրի ամսական վճարին, տեսնում ենք, որ 21-22 թվականների համեմատ մենք պատիկներով նվազեցրել ենք ջրի ծախսը, մի նոր չափողականություն ենք մտցրել, այդ ծախսը կոնվերտացնել երիտասարդ հետազոտողների։ Քանի երիտասարդ հետազոտող մենք կարողանայինք ներգրավել, եթե այս կորուստները չլինեին, եւ ներքևում ես բերել եմ այդ թիվը 7-ից 8 երիտասարդ հետազոտողներ մենք ամսական կարող ենք ներգրավել, եթե այս ծախսերը մենք ծախսերի արդյունավետությունը բարձրացնենք։ Մենք նույնը անում ենք էլեկտրականության հետ կապված, նաև տարածքների կառավարման հետ կապված։ Եռաչափ տպագրությունը բժշկությունից տիեզերք զեկույցը ներկայացրեց Մարինա Աղայանը։ Աշխատել է Էստոնիայում, 44-օրյա պատերազմի ժամանակ իր լաբորատորիայով սարքավորումներով տեղափոխվել Հայաստան, Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում հիմնադրել գիտական խումբ, ներմուծել են նոր նյութեր, տեխնոլոգիաներ, վերջին 4-5 տարում իրականացրել 300-ից ավելի բուժառուի կյանքի բարելավում։ Երիտասարդ գիտնականը ներկայացրեց հաջողության պատմություններ, մեկը վիրավոր ռազմական բժշկի մասին է։ Առաջարկել էին ոտքը ամպուտացնել, քանի որ արդեն նեկրոզը սկսվել էր։ Առաջարկեցինք զինվորին պատրաստել հատուկ իր համար հարմարեցված եռաչափ իմպլանտ, որը թույլ տվեց մեզ փրկել երիտասարդի ոտքը։ Չանցած 1 տարի քայլում էր առանց հենակների։ Իրականացրել են նաև երեխային իր ոտքով դպրոց ուղեկցելու երիտասարդ մոր երազանքը։ Կոնքի խնդրով 7 տարի անկողնում գանված կինը վիրահատությունից 7 օր անց հիվանդանոցում արդեն քայլում էր։ Մայա Խաչատրյան, լուրեր։